Թրամփի ուղու հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այդ հարցը բնականաբար քննարկվում է ամենաբարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ, բայց թեման կարևոր է եւ այն իհարկե չի կարող չարծացվել մեր երկխոսության շրջանակում։ Ասել է նա, նշելով, որ Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում, աջակցում է դեպի իրական խաղաղության իրավիճակի կայունացման, տարածաշրջանի բարգավաճմանը տանող ցանկացած քայլ։ Ադրբեջանի իշխող Ադրբեջան կուսակցության պատգամավոր Հիքմետ Բաբաօղլուն ցանկություն է հայտնել մեկնել Հայաստան, որտեղ ժամանակին լույս աշխարհ է եկել, սակայն ադրբեջանցի խորհրդարանականի մոտ խնդիրներ են առաջացել տեղանունների եւ պատմական փաստերի վերարտադրության հետ կապված, մասնավորապես Հայաստանի Շիրակի մարզը նա անվանել է Ամասիայի շրջան խորհրդային ոճով եւ հայտարարել Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանցիների իրավունքների մասին։ Հայաստանն իմ հայրենիքն է, սա այն վայրն է, որտեղ ես ծնվել եմ, մեծացել, սովորել եւ որն իմ տունն էր։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը։ Աշխարհագրական տարածքը մերն է, հայտարարել է նա։ Իջևան-Բերդ ավտոճանապարհին Տավուշ բնակավայրում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ ուժել է։ Հայաստանի առողջապահության նախարարության հայտնած տեղեկություններով տուժածները հոսպիտալացվել են մարզային բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակվում են անցնել համապատասխան հետազոտությունները։ Մեկի առողջական վիճակն է գնահատվում է ծանր, ասված է հաղորդագրության մեջ։ Տավուշում նշենք, որ բախվել էին Mercedes Մակնիշի ավտոմեքենան եւ Hyundai Մակնիշի ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ Օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև բժիշկները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու եւ եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից սուրբ պատարագ մատուցելու համար։ Այս մասին հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Հովանավանքի կարգալույց հռչակված քահանա Տեր Արամը նախորդին հրաժարվեց դուրս գալ Հովանավանքից, ասելով. «Կարգալույց եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույց անել»։ Տեր Արամը աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում կարգապահական որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մոտ պասային հիվանդություն է ախտորոշվել գլխուղեղի անևրիզմա։ Սա արյունատար անոթի պատի լայնացում է, որը կարող է հանգեցնել արյունազեղման լուրջ բարդությունների եւ նույնիսկ մահվան։ Անևրիզմը պատահաբար հայտնաբերվել է սովորական բժշկական հետազոտության ժամանակ։ Բժիշկները նշել են, որ անոթների նման փոփոխությունները հաճախ առաջանում են ուժեղուսական ստրեսի ֆոնին։ 45-ամյա աստղը պատմել է, որ իմանալով հետազոտության արդյունքները չի կարողացել զսպել արդյունքները։ Նա իր վիճակը կապել է 3 տարի առաջ Քայնե Ուեսթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած մեծ ստրեսի հետ։ Չնայած բաժանմանը ամուսինները շարունակում են կապը պահպանել հանուն երեխաների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային եւ լոգիստիկ համատեղ նախագծեր իրականացնելու ցանկությունը։ Պաշտոնական Մոսկվան նշում է, որ երկու երկրների ղեկավարները զրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ապա գագաթնաժողովի տեղի ունեցած քննարկման շարունակությունն են համարել։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Շանգրիլա խաղատան դիմաց բախվել են Hyundai Sonata եւ Opel Astra Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնությունն են հասել եւ ցուցաբերել քաղաքացիները եւ ոստիկանները, տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊՑ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քրիչի գլխավորությամբ նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում է ոլորտների եւ վիրավորների ինքնությունը։
Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները եւ ազատել Հովանավանքի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը հրապարակելով Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը հոկտեմբերի 21-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը, ավազանի անունը Ստեփան Ասատրյան։ Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի ձգուցքագիրը եւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ցավում ենք, որ Արամ Քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայրաթորի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները եւ կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին բարակտելու հերթական փորձն է։ Հակաօրինական ու հակայակեցական իր բոլոր դրսևորումներով ասված է Մայրաթորի հայտարարության մեջ։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում 18-ամյա Մամիկո Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը Եվրոպայի չեմպիոն երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչը։ Score,